Այսօր Հարության տոնի ճրագալույց է, ավարտվում է մեծ պահքը, 48 օր շարունակ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում հիշատակումներով ու արարողություններով, քարոզխոսությամբ, խոկումով, ընթերցումներով նշանավորվեց մեծ պահքի հոգևոր ճանապարհորդությունը։ Հարության տոնի նախընթաց մեծ պահոց շրջանը մեզ պատրաստում է, որպեսզի մենք ամբողջ տարին այլևս նոր ձևով անցնենք։ Մեծ պահքը նախադպրոցական վիճակն է, որտեղ մենք պատրաստվում ենք մնացած օրերը այդ ձևով ապրելու համար։ Եվ մյուս կողմից կերակրային պահքի մասին կարելի է խոսել անընդհատ, ասելով, որ դե հիմա արդեն կարելի է մսեղեն ուտել կենթանական, բայց չէ որ հոգևոր կյանքը, հոգևոր պահքը ամբողջ տարվա ընթացքում է։ Ուրեմն մեծ պահք կլինի, թե մեծ պահք չի լինի, միևնույնն է, մի գողացիրը, մի սպանիրը, մի սուտ խոսիրը արդիական է ամեն օրվա համար։ Ավագ շաբաթվա երեկոյան ժամերգության ավարտին պատարագիչ հոգևորականի զգեստավորմանը զուգահեռ վարագուրված խորանից ընթերցվում են Դանիել Մարգարեի թղթերը, որ բովանդակում են Դանիել Մարգարեի և նրա բարեպաշտ 3 ընկերների Սեդրակի, Միսաքի և Աբեդնագովի պատմության ու փառաբանության երգը։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ճրագալույցի տոնական պատարագը մատուցեց տերառնակ քահանա Հարությունյանը։ Պատարագին ներկա էր եկեղեցու հոգևոր դասը։ Մարդկության պատմության ընթացքի մեջ երկու շատ մեծ կարևոր իրողություն է գրանցվել։ Առաջինը Քրիստոսի ծնունդն էր։ Աստված մարդացավ, որպեսզի մարդը մարդանա։ Եվ երկրորդ Քրիստոսի հրաշափառ հարությունն է։ Աստված անմահը մահացավ, որպեսզի մահկանացուներս անմահանանք։ Քրիստոնյաներիս համար այլևս մահ չկա, որտեղ մենք կրողն ենք Աստծո պատկեր եւ նմանությունը։ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով եւ նմանությամբ, իսկ մեր Աստված մահվանը հաղթեց իր հարությամբ։ Հարության խորհուրդը մարդու վերստին կյանքի խորհուրդն է։ Հիսուս Քրիստոսի հարությունը քրիստոնեության հիմքն է։ Այն հույսի, փրկության, հավիտենական կյանքի իմաստն ունի եւ ցույց է տալիս Աստծո անսահման սերը մարդու նկատմամբ։ Հարության տոնը ոչ միայն հոգևոր ապրում է մեզ համար, հայերիս համար, այլ նաև ազգային, մշակութային, կրոնական, ամեն կողմից, բոլոր ոլորտներից, որտեղ հարությունը իր ճյուղավորումներով, իր արմատներով տարածված է հայի ինքնության մեջ։ Ճրագալույցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին եւս լի էր հավատացյալներով։ Մարդիկ այստեղ են պահքը եզրափակելու, հաղորդություն ստանալու եւ Քրիստոսի կենարար հարության ավետիսը եկեղեցուց տուն տանելու։ Մեղքերին հաղթեց Քրիստոս, հաղթեց մահվան եւ հարություն տվեց նաեւ մեզ, հաղթելով մեր մեղքերին բոլորից փոխարեն եւ հենց այդ է ամբողջը հանգուցալուծումն է, ամբողջի իմաստն է, որ մենք հաղթեցինք մահին, հաղթեցինք մեղքերին, Քրիստոս այդ ամենը մեր համար արեց, մենք էլ ինչ որ ձևով փորձում ենք արժանանալ դրան եւ տոնում ենք հենց այդ հաղթանակը։ Շատ կարևոր է նաեւ անձնական հանդիպումը Քրիստոսի հետ ու հասկանալ իսկապես գիտակցել ինչի համար է այդ ամեն ինչը, ինչ ենք մենք գնում եկեղեցի, ինչ է նշանակում հարություն, ինչի համար պիտի Աստված խաչվեր իմ համար կամ մյուսի համար։ Կարծիքով շատ կարևոր է մարդ մտածի, ցանկացած մարդ մտածի իր կյանքում դրա մասին ու հասկանա պետք է իրեն դա պետք չի ու ինչ դեր է դա գրավում իր կյանքում։ Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագի ավարտին պատարագիչ քահանան հավատացյալներով լի եկեղեցում եւ իլուր ամենքին հնչեցնում է կյանք պարգևող ավետիսը Քրիստոս հարյավ իմերելոց եւ եկեղեցին Քրիստոսի հարության ուրախությամբ որպես մեկ ամբողջություն պատասխանում է օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից եւ խորանի մոտ դրված մոմերից ճրագ են վառում, տանում իրենց տները լուսավորելու։ Զարակարենի, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։